270 բնակչից ստորագրություն ունենք, որ դեմ են այս կառուցապատմանը, դիմել ենք նախագահին, վարչապետին, քաղաքապետին, որպեսզի հավատարիմ մնան իրենց խոսքմանը, այդ նախընտրական, որ ասում են կենտրոնում ոչ մի արդեն շինարարություն չի լինի, ոչ մի ծառ չի հատվում, հակառակը կկանաչապատվի, բայց դրանի պատասխան ստացանք մի երկտող, այսպես ասած, որ մշակման փուլում է այս կառուցապատման ծրագիրը, հետո մի քանի օր հետո արդեն մտան տեխնիկայով եւ 15 ծառ ուղղակի վայրագաբար ոչնչացրեցին։ Ըստ իրենց մակետի 4 հատ 7 հարկանի են պատրաստվում կառուցել, չնայած դրան էլ չենք հավատում, որովհետեւ չեն կարող ասել սկսելուց հետո ինչ կկառուցեն, որտեղ սա դեռ հաստատված նախագիծ չի։ Նախկինում այստեղ մանկապարտեզ էր իր բակով, ճոճանակներով, լողավազանով ու բազմաթիվ ծառերով, որոնք մի քանի այս 2 տարվա ընթացքում կամաց նոսրացրեցին, իսկ այս վերջին 2 օր առաջ արդեն ոչնչացրեցին, սղոցներով էլեկտրական եկան, ժողովրդին, երևի արդեն տեղյակ եք, ժողովրդին ոստիկանների օգնությամբ հանեցին տարածքից եւ ոչնչացրեցին կանաչ հաստատուն ծառերը։ Քիչ է տարածքը, որպեսզի 4 բարձրահարկ կառուցվի առանցել այս նեղվածք տարածքում, որ կտրի մեզ լույսից, արևից կառուցապատող ավագ շենսային։ Արդեն 1.5 տարի է, սկսում են հողաշինարարական աշխատանքները սկսում են, հետո դադարեցվում է, հետո նորից մեր բողոքներից գնում են, 1-2 ամիս հետո նորից վերադառնում։ Մանկապարտեզը տեղափոխվել է ինչ-որ բարձրահարկի տակ, ժամանակավորապես, ասում են խոնավ ինչ-որ տարածքում է, իսկ բակի երեխաների ճակատագրի մասին չխոսի։ Մոտ 300 ստորագրություն ենք հավաքել, մարդիկ բոլորը դեմ են, որպեսզի այստեղ բնակելի երիտար շենք կառուցվի եւ հիմնական մտավախություն ունեն նաեւ, որ այստեղի ուրեմն հողը լավը չէ եւ սեյսմիկ վտանգը ավելանում է մեր շենքերի։ Մենք համապատասխան գրություն ունենք սեյսմիկ ծառայությունից եւ գիտեք ինչ, այս ծառերի հատման համար էլ մենք շատ երկար պայքարեցինք, բայց հաջողության չհասանք։ Երբ որ եթե դուք գայիք եւ այդ օրը տեսնեիք, թե այդ ծառերը ինչպես են հատվում, դուք կհասկանայիք, թե 15 թիվը ինչպես է եղել, որովհետեւ թեև այստեղ ծառեր եւ ծղոց իսկ այնտեղ մարդիկ են եւ յատաղաններ, մտածելակերպը լրիվ նույնն էր եւ մարդկանց որակն էր նույնը։ Ինչպես կարելի էր 70 տարվա ծառերի վրա ձեռք բարձրացնել, ասելով, որ նրանք այն կանաչը չեն, որը պետք է լինեն։ Կանաչների մեծ մասնագետներ էին այստեղ եկել։ Մենք ամբողջ ուրեմն այդ ցուրտ տարիներին մի ճուղ թույլ չտվեցինք մեզ, որ պոկենք եւ տաքացնենք մեր բնակարանները։ Իսկ իրենք մի վայրկյանում ոչնչացրեցին ծառերը։ Ինձ թվում է, որ հնարավորություն ունենային մեզ էլ բոլորիս կոչնչացնեին իրանց էլիտարը սարքելու համար։ Մենք բոլոր կփակցրել էինք միջոցառման եւ ինչ որ մարդիկ եկել են եւ պատրել են։ Ես կարծում եմ, որ այդ նույն շինարարների ձեռքի գործն է։ Մենք ուզում ենք, որ այս տարածքում մեր երեխաները խաղան, որոնք խաղալու տեղ այսօր չունեն։ Մենք փորձում ենք այս տարածքը պահպանելով, պաշտպանել մեր երեխաների առողջ կենսամիջավայրի ուրեմն իրավունքը ունենալու, խաղալու նորմալ զարգանալու իրավունքը, ի վերջո նորմալ օդ շնչելու իրավունքը, որից որ մեզ բոլորիս պատրաստում են զրկել այստեղ էլիտար կառուցելու միջոցով։ Այստեղ մանկապարտեզ կար։ Մենք մանկապարտեզի կառուցմանը դեմ չենք։ Խնդրեմ թող նոր մանկապարտեզ կառուցեն, մնացած տարածքներ թող լինի հանգստյան գոտի մեր բակերի եւ բոլոր շրջակա բակերի երեխաների եւ մեծերի համար։ Մանկապարտեզի քանդումն էլ ապօրինի գործողություն էր, օրենքի խախտումով արվել, չնայած որ կա կառավարության որոշում, եւ մենք դեմ կողմենք, որ այդ մանկապարտեզը վերականգնվի։ Երեխաներից չի կարելի խլել ինչ-որ բան, էլիտար շենք կառուցելու համար։ Այս էլ այդ մարդն է, որը իբրև թե իրենն է սա, բայց այս իհարկե սրա հետևը, այս գործի հետևը կանգնած են շատ, ես ասում են, որ ես չգիտեմ հաստատ, բայց ասում են, որ Տոլի Հովիկ Աբրամյանն է, չգիտեմ, Չորնի Գագոնա եւ մինիստր, MVD-ի մինիստրը։ Սա Մարդանյան Գևորգ, որը Մոսկվայից, թե որտեղից բիզնեսմեն է, ինչ որ օլիգարխ է։ Այս վերջի
վերջի ամենաբարձր թղթի ծառն էր, որը այսպես կանացով քաշեցին, ոչնչացրեցին, հետո կտրտեցին այդ դրոշբա բանով, սղոցով։ Ես էլ մի քանի հատ այստեղ գիհի կար, գիհի, այսինքն տույայի պես այդպես, որը ամբողջ տարին կլոր մաքրում է օդը եւ շատ կարեւոր է որ մեզ մոտ այդպես մշտադալար բան լինի։ Սա իբրև թե աչքակապության համար իրանք պետք է ուրիշ տեղ տանեին, տնգեին, բայց այնպես են կտրտել ամբողջ շատ խորը արմատներ ուներ եւ այդպես շատ մեծ էր, չկարողացան դնել այստեղ, հետո կտրտեցին, թափեցին։ Այստեղ այսպես փորձում էին դնել այս մեքենայի մեջ։ Այս էլ տեսեք ինչ օրի, սա կարելի էր կյանքի վերադարձնել, եթե տնկեին եւ ամառվա կեսին, սա անհնարին բան է, սուտ բան է, նայեք ինչ օրի է, շերջ բույսը։ Այս էլ այդ գեհիներից մեկն է։ Չեմ կարող։ Այս կոմպայ։ Я хотела показать вам вот это тоже, посмотрите. Հաստ ծառեր էին։ Սրանք մի 500 տարվա ծառեր են։ Այս մասում գիհիները կարմիր գրքում են։ Բանի այստեղ շատ ես ամբողջ այս ծառերը հավաքագրել եմ եւ անունները գրել եմ եւ ունենք մի հատ այդպես էքսպերտիզա արած Բուսաբանական ինստիտուտի կողմից արած էքսպերտիզա, որ այստեղ շատ հետաքրքիր հազվագետ Դու пока закончил ворота եւ կան այնպես բույսեր, որոնք ասենք Հայաստանում մի քանի էկզեմպլար են, օրինակ համար բանի խուրման, կովկասյան խուրման, կամ այստեղ այս դիմացի Наши соседи очень боятся и в одном месте спят. А я не знаю, кого они боятся. А я не знаю, кого они боятся. Բանը նրանում է, որ իրանք ուզում էին կառուցեն այստեղ 16 հարկանի П-образный շենք, որը բոլորս մեծ կվարտալի բանը ոչ արև կունենանք, ոչ լույս կունենանք, ոչ էլ օդը կմաքրվի այդ շենքերի եւ քթիտ առաջ ուղակի այսպես կպած Շրջնդակ ենք դաշնաշում մեզ ստեից կշում են, տանում են ուշտեղ, ընդեից էլ են կշում, մենք անենք բան չենք։ Ես ձեզ նվիրում եմ, մենք բոլորս նվիրում ենք, որ դուք ունենաք ինչ-որ տարած, որ կարողանաք շատ հանգիստ խաղալ եւ այլն, ոչ այստեղ լինեն այդ ինչ-որ նոր շենքերը, որոնք չեն թողնի ոչ մի քայլ ձեզ խաղալու համար։ Ստեղ են խաղում, բայց ստեղից մեզ քշում են ուրիշ բակ, ընդեղից էլ են քշում։ Ու տենց անելու բան չունենք, գնում ենք տունում են, ընտեղ մենք ապակի ենք ջարդը, դե համար ընդեղ չեն թողնում, հետո են մյուս բակում են մեզ չեն թողնում։ Այստեղ ուզում ենք լինի մեծ ֆուտբոլիստ, երեխաների համար է մանկապարտեզ։